Ողջույն, ժողովրդական մի խոսք կա, մարդ, որ մեռնում է, խրխռալը որն է։ Մեր ազգային անվտանգության ծառայությունը որոշել է այդպես էլ անել։ Եթե խայտառակվել, էլ խայտառակվելուց հետո ինչ որ օրենքներ պահպանելը որն է, խայտառակվել, ուրեմն մինչև վերջ խայտառակվել։ Մի շաբաթ, երկու շաբաթ առաջ հրապարակվեց իբր գործակալի հավաքագրման Եզրասրբազանի մասին էր մի փաստաթուղթ, որը պարզվեց բազմաթիվ օրինակներով, որ դա կեղծ է։ Ես էլ եմ անդրադարձել։ Որոշեցի առաջ գնալ, մի քանի այլ հարցումներ ուղարկել ԱԱԹ-ը։ Նախ ուզեցի, թե այս փաստաթուղթը, որ ուղարկել եք Civic.am, դրա նամակը ձեր պատասխանը կտակին, հարցրել է, էլ քանի օգու եք գաղտնազերծել։ Հարցրել է, որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, տվեք ինձ գաղտնազերծվածները։ Եթե համարում եք, եթե գաղտնազերծված է Civic.am-ի կարող եք տալ, ուրեմն Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովի անդամին էլ կարող եք տալ, որը տիրապետում է գաղտնիության բոլոր միջոցներին։ Ու ինձ պատասխաններ են տվել իմ հարցումներին։ Պատասխաններից մեկով, որ ասում է, ես ձեզ տալիս եմ, այս օրինակը նամակը ես չեմ կարող տամ, Civic.am-ից ուզեք։ Հարցնում եմ, լավ, ասում եմ, ինչով եք դուք գաղտնազերծեք, քանի օքի, հղում են տալիս փայլուն մի օրինակի։ Կոչվում է ինֆորմացիայի ազատության մասին օրենքը, սա հայտնի օրենք է, եւ դրա 9-րդ կետն են հղում տալիս, որից օգտվել են շատ լրագրողներ տարբեր տարիների, որտեղ ասում է, թե ինչը կարելի է տալ, ինչը չկարելի տալ, բայց գաղտնազերծման հետ կապված ԱԱՑ-ն ոչինչ չի պատասխանում։ Դա շատ նման է մի ծանոթ ունեմ, որն ասում է մայրիկից մի բան, որ դուրս չի գալիս, հարցին ասում է հե, հիմա ԱԱՑ-ն ինձ ասում է հե, ինչ է իր ուզում, հետո էլ հղում է տալիս պետական գաղտնիքի, դե որ գաղտնի է դրա համար ես չեմ կարող տալ։ Հետո առաջ գնացի, ասեցի ԱԱՑ ջան, մի հատ էլ ուրիշ հարցում տա։ Հիշում եք, Մայրաթորի տարածքում Տիրադավ եպիսկոպոսների գալ ուղեկցում են մի քանի 100 ԱԱՑ-ականներ, ոստիկաններ։ ԱԱՑ-ին ասում, լսեք ԱԱՑ ջան, այդ ԱԱՑ-ականին, որ բերել եք, որ հսկեն եպիսկոպոսներին, ինչ օրենքի կետով, ով է դիմե, որ իրենց հսկեն, ինձ հղում են տալիս, բնականաբար, ԱԱՑ ծառայողների մասին մի օրենքի կետ կա 15-րդ հոդվածը, տասնյակ էջեր են այստեղ։ Ամեն ինչ կա, մարդկանց հավաքագրել, գաղտնի տեղեկություններ, բայց որ Տիրադավ եպիսկոպոսների անվտանգությունը պետք է ապահովեն, այդ օրենքում որևէ կետ չկա։ Առաջիկայում հաշվետվություն է կառավարության։ ԱԱՑ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն է գալու է, առիթ ունենալու եմ հարցնել։ Բայց քանի որ այսօր ազգային անվտանգության ծառայության մարմինների օրն է, մի քիչ չասնելով այդ օրը, թե կասկածում եմ այլևս այնտեղ ուսադիր հարգող, կոչում հարգող, մասնագիտություն հարգող մարդիկ կան, եթե թույլ են տալիս այսպիսի կեղծիքներ։ Մի լավատես ընկեր ունը, որն ասում է, գիտես, այնքան կեղծիքներով են այս իբր փաստաթուղթ հրապարակել, որպեսզի անձեն աչքով էլ մարդկանց պարզ լինի, որ սա կեղծ է, որ մարդիկ հասկանան, որ ազգային անվտանգության ծառայությունը դրա հետ կապ չունի։ Բայց այդ իմ ընկերը մեկն է լավատեսը։ Իսկ շատերի համար հստակ է, ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի համար սատանա փնտրող, սև վերնաշապիկ, սև շապիկ հագնող ու գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգող։ Այնպես որ որևէ ցանկություն չկա ձեր տոնը շնորհավորել։ Լավ լինեք։